Պարոն Հայրապետյան, պարադոքս է, փաստաթղթերով Ռուսաստանի դաշնակիցն ենք համարվում, բայց այդ երկիրը շարունակում է տնտեսական սահմանափակումներ մտցնել մեր շուկայի, մեր ապրանքների համար, իսկ Եվրոպական միության հետ երբ չունենք կոնկրետ փաստաթղթային կապվածություն, հայտարարում են, որ իրենք պատրաստվում են բացել իրենց շուկան 80% ապրանքների համար առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Հիմա մենք կարողանում ենք գնահատել այս աջակցությունը եւ ըստ անհրաժեշտության առավելագույնս իշապետության օգտվել։ Դա երբեք պետք չէ գնահատել որպես աջակցություն, այլ պետք է գնահատել, որ այս պահին Եվրոպայի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, ընդամենը այդքանը, ոչ ավելին, դա աջակցություն չէ մեզ, այլ աջակցություն է հենց իրենց։ Հեռահար նպատակը, որ մեզ միայն ընդամենը Ռուսաստանից պոկեն կամ ազդեցությունը Ռուսաստանի այստեղ թուլացնեն։ Այո, բնականաբար, իսկ Ռուսաստանը, որ ասում եք դաշնակից երկիր թեկուզ փաստաթղթերով, դա պետք է մոռանալ, Ռուսաստանը դավաճան պետություն է, ինչու։ Դավաճանել որևէ մեկը, ես, դուք, անհատ, նաև ազգերը, նաև պետությունները չեն կարող ուրիշին դավաճանել, յուրաքանչյուրը ինքն իրեն է դավաճանում, իր արժեքներին է դավաճանում։ Երբ որ ինքը հայ է խոսում է ռուսերեն, խոսում է անգլերեն, Հայաստանում ապրելով հանդերձ։ Երբ որ, չգիտեմ, սոցիալական ցանցերում իրենց գեղի նկարները դնում են ու վերևը 1-2 նախադասություն անգլերեն գրելով, խորը գեղեցիություն է դա։ Այսինքն դավաճանել կարող ենք մենք ինքներս մեզ։ Հիմա Ռուսաստանն ինքն իրեն է դավաճանել, իր ստորագրությունն է դավաճանել, ոչ թե ասում եմ մեզ է դավաճանել։ Գուցե իր պետական շահը այդ պահին այդպես է զգացել, այդ դեպքում թող բարի լիներ հրաժարվել մեր 97 թվականից կնքված ռազմավարական դաշնակցության փաստաթղթից, հապկից, բանից, ասած դուրս եկեք, հիմա իմ շահը սա է պահանջում։ Հիշում եք անցյալ անգամ էլ կարծեմ այս մասին մենք միասին զրուցեցինք։ Հենց այսօր էլ առավոտյան Եվրոնյուզով Եվրոպայի խոսափողն է, չէ, իրենք են ասում եւ ֆինանսավորվում է Եվրոպայից։ Ամենաշատը չկա մի օր, որ Ադրբեջանի մասին հաղորդում չլինի։ Այսօր էլ այդպես է դերի մասին։ Այն Մարկեսի հերոսուհու անունով կինը Եվրոպայի թագուհին, հա, Ուրսուլա, չգիտեմ, ֆոն դեր Լայն, այո։ Գնաց Բաքուն նոր եկավ Երևան, ճիշտ է։ Այո։ Բաքվում ինչ գնաց խոսեց։ Արդյոք այն ինչ ցույց է տրվում։ Մարդիկ ուզում մեծերը պատերազմի մեջ են, այն ջիվանու ասացի նման, հա, կռվեն ելել ձին ու ջորին, էշը մեջ է ընկել, խելքին աշեցեք, հիմա մենք մեզ այդ ավանակի կարգավիճակում չդասենք, էլի, հասկանանք, որ լավ, մենք գիտակցում ենք մեր արժեքներ, կողքինի արժեքներ եւ հասկանում ենք, թե դուք ինչ խաղեր եք խաղում, բայց մի վաճառեք դա մեզ վրա որպես գթասրտություն, որպես ձեր բարձրագույն արժեքներ։ Ձեր բարձրագույն արժեքները ավարտվել են արդեն։ Ռուսաստանի մասին խոսք չկա, Ռուսաստանը այն գլխից հիվանդ երկիր է եւ մոլորակի ժանտախտը կարծեք լինի վերջին գոնե մեզ համար։ Մոլորակում ժանտախտի դեր է կատարել վերջին 200 տարում։ Բայց արևմուտք թող գնան Օսվալդ Շպենգլերի Եվրոպայի մայրամուտը կարդան։ Վաղուց դա տեղափոխվել է դրոշակը արևմտյան քաղաքակրթության, վաղուց տեղափոխված է Միացյալ Նահանգներ։ Ուրիշ բան, որ Միացյալ Նահանգներում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կարող է ընթանալ։ Իհարկե կարող է, ասենք, Թրամփի նման մեկը գա, որին Կորեայի այդ դիկտատորը ասի խեղկատակ ցնդած բիձը, ասել էր, չէ, այդ առաջին նախագահության ժամանակ։ Բայց հետո ինքը բերանը բացած գնար նրա հետ հանդիպման։ Թրամփի նման մեկը գա, որ ուրիշ պետության ղեկավարի կարող է գողանալ տանել իր երկրում դատել, ուրիշ պետության ղեկավարի ռմբակոծել։ Ամերիկան ինքն էլ աշխարհը միշտ նույն ձևով չի մնում, մենք դիալեկտիկայի մեջ նայենք աշխարհին, հա, անընդհատ խմորվում են, մակընթացություններ եւ տեղատվություններ են լինում։ Իհարկե այսօր Մակրոնի նման փառեղ կերպար կա մեզ համար գոնե եւ արժեքներ դավանող կերպար կա Ֆրանսիայում, դուք վստահություն ունեք, որ հաջորդ տարի գարնանից հետո էլի նմանատիպ մի անձնավորություն կլինի Ֆրանսիայում ղեկավարը։ Բայց հենց նույնիսկ իր ղեկավարության օրոք, որ ասում է բառացի մարդն ասաց, որ Ֆրանսիան երբեք հանուն վառելիքի չի դավաճանի Հայաստանի շահերին, ասաց մարդը բառացի։ Բայց միևնույն է, նայեք տարեկան կտրվածքով, հենց Մակրոնի իշխանավարման ժամանակ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրերի թվերը նայեք, ինչ գումարների շուրջ է, այնպես որ մենք մեզ չխաբենք Լեոյի ստեղծած բառով ասած
մենք երազասուն չլինենք, էլի երազներով սնված, երազների մեջ ապրող, նմանները պատմության թատերաբեմից դուրս են շպրտվում։ Մենք որտեղ սայթակել ենք, մեզ նեղացրել են, դուրս են շպրտել, բայց երևի էլի ամուր հող ունեցել են, կանգնել ենք, հիմա վերջին մի բեկորի վրա կանգնած ենք, եթե այստեղ էլ ամպերի մեջ ճախրեցինք, ասացինք, օ, մեր հայրենակիցները դրսում կօգնեն, չգիտեմ, կազդեն, ես առավել եւս իմ սերունդը այդպիսի հիմարություններ պիտի աներ, որովհետեւ իմ սերունդը տեսել է, թե իրենից մեծերն ինչպես եթե որևէ խորհրդային ֆիլմ ցույց են տալիս, ժամանակ հեռուստացով երկու ալիք կար, երկուսն էլ խորհրդային ֆիլմներ էին միայն ցույց տալիս, մենք ընկած յան ազգանուն էինք ման գալիս ու դրանով փառավորվում էր մեր ինքնասիրությունը, ազգային ինքնասիրությունը։ Բայց հիմա ախր այս նոր սերունդը այդպիսին լինելու իրավունք չունի եւ դուք էլ խնդրում եմ, այսպիսի խոսույթներ պետք է մեր դաշնակիցը ոչ նա թիվ 1 թշնամին է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանը, այսօր։ Ես չեմ բացառում, որ վաղը ռուս պատրիոտներ, ինչ որ դեմոկրատ պատրիոտներ կհայտնվեն իշխանության գլուխ, եւ Ռուսաստանը մեր թիվ 1 դաշնակիցը կարող է դառնալ, երկրորդը, երրորդը չէ, թիվ 1-ը։ Չեմ բացառում, որ հենց Ռուսաստանի շահերից ելնելով այնտեղի պատրիոտները կհեռացնեն իշխանությունից Պուտինին։ Չեկիստին կհեռացնեն, բայց հասկացեք յուրաքանչյուրն իր շահի մասին է մտածում։ Տեսեք, բոլոր այստեղ արևմտամետներն օրինակ իրենց ճղում են, չէ՞, այ օրինակ Վրաստանում Սաակաշվիլին, Այս Սաակաշվիլին տարա Վրաստանում կանգնեցրեց, չգիտեք, KGB-ի գեներալ Հեյդար Ալիևի արձանը։ Բայց հիմի որտեվ իր պետության շահերի մասն էր մտածում։ Հիմա Փաշինյանի բալանսավորման քաղաքականությունը այդ մասին չէ, որ նա ակնհայտորեն հայտարարում է, որ պետք չէ ոչ մեկի հետ թշնամանալ, այդ պահին երկրի շահը ինչ է թելադրում, ըստ այդմ էլ պետք է շարժվել, համագործակցել։ Այդ մասին է եւ ես ողջունում եմ։ Շատ լի ճիշտ է ասում։ Ես ուրախ կլինեմ, որ իր ասած այդ տրամաբանության գոնե 30-40%-ը իրեն հաջողվի իրականացնել։ Երկաթուղու հարցը ակնհայտ է, որ ամենակարևորն է հայ-ռուսական հարաբերություններում, այսինքն երկաթուղու կառավարման այդ հարցը ճակատագիրը, որը պետք է լուծվի, Փաշինյանը հույս ունի, որ կլուծվի։ Դուք ինչ եք կարծում, Ռուսաստանի պես այդ թշնամին ինչ պայմաններում կհամաձայնի կառավարումը փոխանցել Հայաստանին։ Նայեք, ես կուզենայի, որ դա ոչ թե այդ խնդիրներին եւ ընդհանրապես մենք նայենք ոչ թե որպես թվաբանության, այլ մաթեմատիկայի, առավել եւս բարձրագույն մաթեմատիկայի։ Այսօր մեր շահերից կբխեր, որ Ռուսաստանն այդտեղ փոքրիկ չափաբաժին ունեն, բայց որ մենաշնորից պետք է զրկել, այն մենաշնորից, որ դրանց բառն է ստացվում այսօրվա իշխանությունների, բայց ասեմ, որ նախորդ իշխանությունները տվեցին իրենց թշվառ գոյությունը այստեղ արդարացնելու համար, ինչ ուզում էին տալիս էին, տվող տեսակ էին, էլի, Նիկոլան Պակաշին այլ հայրենիք տվեց։ Որ պետք է այդ մենաշնորից զրկել Ռուսաստանին, խնդիր չէ, այո, դա ստրատեգիական խնդիր է, մեր անվտանգության խնդիր է։ Բայց որ Ռուսաստանն այստեղ արժե որ ունենա որոշակի չափաբաժին ներկայության, որոշակի, բայց ոչ երբեք գեոկուլտուրական, հա, աշխարհամշակութային ներկայություն տաստված ոչ չունենա։ Եվ մեր իշխանություններն այդքան խոհեմ լինեն եւ ոչ թե հոգեվոր թզուկներ։ Եվ զրկեն Ռուսաստանին այստեղ հոգեվոր ներկայությունից։ Դա մեր շահերից է բխում։ Միանշանակ չէ, որ ասում ենք Ռուսաստանը այսօրվա դրությամբ թշնամական երկիր է, դա դեռ չի նշանակում, որ թշնամու ինչ-ինչ երանգներ մեզ օգտակար լինել չեն կարող։ Սա իհարկե շատերը չեն ուզենա պատկերացնել, որովհետև եկավ այն խեղկատակ մեկը կար է, որ սև ու սպիտակի բաժանեց, ասես մենք այդ Պարոնյանն եմ հիշում, հա, մենք լույսն ենք անում խավարը, բանա, մենք վարունգն ենք անում լոլիկը։ 200 տարի անցել է նույն ողորմելի թշվառ վիճակի մեջ է մեր մտածողությունը։ Այդ մտածողությամբ եթե դատենք, այո, իհարկե Ռուսաստանին պետք է այստեղից ձեռքից խլել, շատ բիրտ միջոցներով գլուխները կտրել ու ինչպես բենդերներ ասում, հա, թթու դրած կաղամբի հետ ծանրոցով ուղարկել իրենց երկիրը, ոչ։ Նիկոլը մի հատ խելոք բան ասաց, բայց քանի որ էլի իրեն հատուկ անզուսպությամբ եւ ոչ գեղեցիկ պաճուճավորմամբ ասած կամ ներկայացումը շատ վատն էր, այո, ժամանակակից աշխարհում բացարձակ անկախություն չկա։ Կա հարաբերական, այդ հարաբերականության մեջ դու որքան ես արժեքավոր, արժևորելի, իսկ դա կախված է նրանից, թե քանի թելերով են ուրիշները քեզանից կախված եւ դու ուրիշներից կախված։
Այսինքն այն որ օտար բառով ասում են դիվերսիֆիկացնել, հա, եւ մեր մտածողությունը այդպեսին պիտի լինի դիվերսիֆիկացված եւ մեր տնտեսությունը եւ մեր քաղաքականությունը արտաքին հատկապես ինքը շատ ճիշտ ասաց, որ այո, բազմակի կախվածությունների մեջ է ժամանակակից աշխարհում, եթե փորձենք էլի սև ու սպիտակով ասել, անկախության բանաձևն այդտեղ է։ Հիմա կկարողանա ինքը դա անել։ Եթե կկարողանա, շատ լավ կլինի։ Ռուսներին այստեղից Ռուսաստանը օգտակար հանածներով լցված երկիր է, բան, գուցե կարողանանք այս ժանրերն այնտեղից բերել կամ չգիտեմ ինչ է, կամ չգիտեմ ադրբեջանցիներին կամ պարսիկներին կամ ամերիկացիներին վերահսկելու, մեկը մյուսին թող վերահսկի։ Գիտեք տրամաբանությունը որն է, գուցե մի քիչ անհասկանալի կլինի, բայց բանաձևը ճշգրիտ 100%-ով նույնն է։ 90-ականների սկզբին հենց 90 թվականին կամ նույնիսկ 89 թվականին, երբ որ զգում ենք, որ սովետական միությունը քանդվում է եւ անգլերենը հախուռն մտնում է այստեղ, իմ ընկերներից մեկը լուսահոգի Վարդան Դևրիկյանը մի հատ այնպիսի փառահեղ ձևակերպում արեց, ասաց մենք այստեղ պիտի ռուսերենը կարողանանք օգտագործել անգլերենի մուտքի դեմ, որպեսզի հայերենը պաշտպանենք։ Երկուսը թող իրար հետ կռվեն, բայց մեզ հետ կռիվ չունենան մեր տարածքում։ Այ հենց հիմա եթե այդպիսի մոդելով կկարողանա, այո, ռուսները թող ներկայություն ունենան այդ։ Դե Փաշինյանի տրամադրվածությունը այդպիսին է, մենք ինչպես դատում ենք նրա հայտարարություններից, այսինքն կտրուկ քայլերի գնալու կողմնակից չէ, այստեղ այլ հարց է թե Ռուսաստանը ինչպես տեսնում ենք, շարժվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, կոնկրետ երկաթուղու հարցում նրանք անգամ Ղազախստանին այդ փոխանցելու կառավարումը փոխանցելու տարբերակը բացահայտ մերժում են եւ լսել անգամ չեն ցանկանում։ Ճիշտ է, ղժղժան մի քիչ Ռուսաստանի պատմությունը փոքրինչ ուսումնասիրացում ենք կտեսնի, որ Ռուսաստանը այսպես սինուսոիդներով է առաջ ընթացել նրա պատմությունը։ Սմուտայի ժամանակներ շատ են եղել այդ խառնաշփոթության խավարի, հա, ժամանակներ։ Հիմա Ռուսաստանը թավալ գլոր գնում է դեպի դա։ Այդ ժողովուրդը չի արթնանալու կամ երբ է արթնանալու, պարոն Հայրապետյան, որովհետև կարծես թե նոր պատերազմի հետևանքները իրենք ռեալ զգում են վառելիքի այդ պակասով պայմանավորված։ Պատկերացնում եք աշխարհի ամենաշատ վառելիքն ունեն, Ղազախստանից բենզին են խնդրում։ Հիմա մի քիչ կոպիտ կստացվի, այլապես 1930-ականների միակ մակրագույն հայ գրողի գրածից օրինակ կբերեի Լեր Կամսարից, հա, Լեր Կամսարը բարձրագույն կերպար եղել էլի, որպես մարդ, որ ասում է, այ եթե խոսքով ռուս ժողովրդին համարում է ոչխարների հետ, համեմատում է ոչխարների հետ, ասում է, մենակ դրանք են, որ համակերպված են իրենց անազատությանը։ Այո, ռուս ժողովուրդն այդպեսին է, ռուսական ոգին հասկանալը իրենք էլ են ասում, չէ՞։ Բավականին բարդ է, խելքով անհնար է հասկանալ, դա բանականությամբ անհնար է ըմբռնել ռուսական ոգին։ Մենք առաջին հանրապետությունում մի այդեր ասած բառով գրագետ կիրթ նախարար ենք ունեցել, կարճատև նախարարած Ռուբեն Դարփինյան։ Փառեղ մի գործ ունի, հայրենիք ամսագրում տպագրվեց, հետո մենք մեր պետության արշալույսին իմ ընկերները, ես էլ իրենց որպես երկրորդ կամ 10-րդ ընկեր, տպագրեցինք եւ տարածեցինք այս ժամանակ 170 քանի հոգի են Գերագույն խորհրդի անդամները, վերնագիրը ռուսական վտանգը, այդտեղ այնքան փառեղ բան, ես խորհուրդ եմ տալիս կարդան ձեր հեռուստադիտողները, կարճ եւ փառեղ, այնտեղ այսպիսի արտահայտություն ունի ռուս գրականության, որ իմ սիրելին է, էլի ռուս գրականությունից այն կողմ, ես երևի մեկ էլ 20-րդ դարի անգլո-ամերիկյան գրականությունն է, ասում է հանճարեղ եւ հիվանդ, այո, հանճարեղ լինելը դեռևս արգելք չէ հիվանդ լինելու, իսկ հիվանդից, հա, պետք է զգույշ լինել, միշտ մահակը ձեռքիդ, ռուսի հետ խոսել, միշտ մահակը ձեռքներիս, այլապես դրանք մի հատ գրողն են Սալտիկով Շեդրին, դրանց ձեռքի մեջ մուժիկը ձվածեղն անում տալիս է, սրանք էլի մուժիկի հեժն անիծում են, ռուժորդն այդպիսին է, որովհետև ունի էլի Ռուբեն Դարփինյանն է ասում, նրա մեջ կենտրոնացած են սլավոնական հայեցողությունը և թաթարական մոլեգնությունը, և այդ երկուսը մեկ մարմնի ներսում բախված են իրար, այսինքն մի քիչ են մեր Իսահակյանը փառեղ մի հատ գործ ունի Լիլիթը,
հա, Լիլիթի կարգավիճակում են, որ համ կրակ են, համ էլ դրախտը պիտի թողնեն, իրենց դրախտը կթողնեն շուտով, բայց դա չի նշանակում, որ այստեղ էլ շատ կարևոր անցում կա, թույլ կտաք ասեմ։ Այո, իհարկե։ Շատ կարևոր անցում կա։ Երբ ես երիտասարդ եւ սովետական միություն էր, մենք խրոխտ երգում էինք գաղտնի մի քանի ընկերներով, որտեղ այսպիսի տողեր կար. Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, նոր արև նոր կյանք պարգևեց հային։ Կամ պիտի Թուրքիան կործանվի, հա, մաղ Թուրքիային։ Կործանվեց Օսմանյան կայսրությունը, գիտեք, բայց մեզ ինչ։ Մենք մնացինք փլատակների տակ։ Հիմա այսօր ասում են Ռուսաստան ջանդամին կործանվում է, կործանվի, հզորանում է, թող հզորանա։ Մեզ դրանից ինչ, եթե մենք շահ ունենք, որից որ շահ ունենք, այդտեղ փոքրիկ օժանդակություն եւ գլուխներս ջիվանու ասած այդ ավանակի նման չմցնենք նրանց կռվի մեջ, մեջտեղը ձյու եւ ջորու։ Այ այստեղ էլ հիմա էլ թող կործանվի Ռուսաստանը, բայց թող պայծառանա Ռուսաստանը, եթե դա իմ շահերից է բխում։ Մենք որ հողի վրա է կանգնած մտածում, մեր միտքը մեր հողի հետ կապ ունի, թե չունի։ Մենք մեր ոտատակում հող ունենք, թե չունենք։ Այն հողը, որ Արքիմեդն ասում էր տվեք ինձ հենակել եւ ես կշրջեմ աշխարհը, եւ այն հողը, որի վրա Արշակ թագավորը կանգնած փորձության էր ենթարկում շապուհի կողմից։ Մենք այդ հայրենիքի հողը զգում ենք, մեր արյան հետ շրջանառություն կատարում է դա, թե մենք ուղղակի այսպես էլի մեծ խոսում ենք, էկրանների առաջ ուտում ենք, անդաստիրականում ենք, բրծնում ենք, հասկանում եք, Թումանյան Չարենց բան ունեցող ժողովուրդը այսօր կամ Պարոնյանի, Օտյանի ու Լեռկամսարի նման երկիծաբաններ ունեցածները տեսեք ինչ վատ բառով ասեմ, այդ ինչ չընթրլոներով են լցրել մեր ամբողջ եւ յութուբյան եւ հեռուստատեսային եթերը, ողորմելի գավառամիտ։ Դրա համար էլ մենք ձեզ պարբերաբար հրավիրում ենք, որպեսզի այդ ստապացնող դերը կատարեք։ Պարոն Հայրապետյան, ամփոփելով մեր հարցազրույցը, Փաշինյանի իշխանության դիրքորոշումը շատ հստակ է, ասում է Հայաստանի շահերից չի բխում մտնել հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ։ Նա այսպես արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից այդ ցեղասպանության նախագծին, ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալու փաստը։ Հիմա ճիշտ չի ասում Փաշինյանը։ Նայեք, ես պարոն Փաշինյանին ծանոթ եմ եւ շատ սիրում եմ իր այդ ճանապարհը անցել եմ դեռևս տասնամյակներ առաջ, հա։ Առաջին անգամն է, որ այս կարգի բացարձակ լրջմիտ առանց որևէ սայթակման խոսք եմ լսել նրանից։ Սա փառահեղ ձևակերպում է, մանավանդ այդ զենքայնացումը ուղղակի հիացրեց, այո, պետք չէ, այդ որ տարիներ շարունակ ձեզ մոտ ասում եմ, որ միևնույն է Ռուսը Թուրքիի հետ երբևէ հակնելու այդ ժամանակները մոտ են։ Մեզ դարձյալ չկարողանա օգտագործել որպես իր առաջապահ գունդ, ինչպես ժամանակին արեց եւ մենք մեր գլխին ցեղասպանության կերանք, հա։ Այ հիմա դա է ասում Իսրայել մեզ որպես զենք քո շահերի համար, մենք չենք, բայց շատ գրագետ ասվեց, ափսոս որ համակարգը վատն է, այլապես դրա շարունակությունը դրանից մի քիչ ավելի մեղմ, դրանից ավելի կոպիտ, դա ծամծմած, արդեն կուլ տալու պատրաստ տեքստ քարոշչա մեքենան, պետք է հեղեղած լիներ։ Դրա համար մեր պետությունից ափսոս պետության հոտ չի գալիս, բայց ասում եմ, ես երկու ձեռքով ծափարում եմ, ողջունում եմ, փառահեղ ձևակերպում էր։ Մանավանդ նոր բառեր ստեղծեր զենքայնացում, տիպիկ հայերեն մտածողության մեջ հիացած եմ, առաջին անգամ հիացած եմ։ Բայց տխուր է, չէ, պարոն Հայրապետյան, որ այդ եզրահանգմանը կամ այդ գիտակցությանը մենք գալիս ենք Արցախի կորստից հետո։ Չէ, բայց ով ասաց այդ նույն եզրահանգումը արել է Լեոն 23 թվականին, արել է Ռաֆայել Իշխանյանը 99 թվականին։ Մեր իշխանություններն էլ կարդացել են ախր դրանք։ Եվ Ռաֆայել Իշխանյանի գիրքն են կարդացել, եւ ընդհատակում եղած ժամանակ, որ ես եւ պարոն Փաշինյանը ընդհատակում ենք տարբեր տեղերում, իրեն ուղարկվել է, ինքն է կարդացել։ Այսինքն ասողներին մենք լսել ենք, մեր սերունդը լսել է։ Ուրիշ բան, որ
այդ հեղափոխական զզվելի մոտեցումն է, էլի, որ 0-ից եմ սկսում, հետո մի հատ քթներիս ուտում ենք, տեսնում ենք, որ 0-ից սկսել չի կարելի, այսինքն 5 քարե դարից սկսել չի կարելի, գոնե նեոլիթից սկսիր, էլի, չի կարելի 5 քարե դարից սկսել, հետո նոր կամած շրջվում նայում ենք, գուցե ասել են սրանք, մեզ էլ պարբերաբար հուշել են ոչ միայն մեր մտավորականներն ի դեպ, նաև օտարազգի մտավորականներ։ Ես գիտեմ, այսպեսի մի հատ խայտառակ մոտեցում կա, Թոմաս Էդվարդ Լովրենս մի հարցազրույց էր տվել 1919 թվականին, որ տպագրվեց մեր պետականության կորստից հետո 1923-ին։ Այդ անտանելի հայերը վերնագրով տպվեց։ Մերոնք բոլորը ատելությամբ լցված են դրա, բայց մեզ ճանաչելու ինչպիսի իմացություն կա, հուշումներ են տրված։ Փոխանակ մենք դա վերցնենք։ Մենք էլի սև ու սպիտակի մեջ մտնում ենք, ասում ենք Սրիկայի մեկն է, կամ էլ որ ոնց էր Տոլստոյն ասել, որ սինլքորների վերջին ապաստանը հայրենասիրությունն է, սինլքորների այսօրվա վերջին ապաստանն էլ հակահրեականությունն է, էլի, անտիսեմիտիզմն է։ Հասնում են, այսօր էլ այդտենց սրասկում, մեր հակաթուրքականությունը հակադարձ համեմատական է մեր ռուսական մոլի հանձնվածությանը, ռուսասիրությանը։ Եթե երկուսն էլ հիվանդություն են, ճոճանակի երկու եզրերն են։ Մենք ճոճքը կարող ենք վերջապես գալ, ինչպես Արթուր Մեշյանն էր ասում, մեկ անգամ գցիր քոսից բեռնի շողության եւ դարձիր մարդկության մասնիկ անհոգ։ Մենք կարող ենք այդ անհոգի, այդ ազատ մտածողի կերպով նայել աշխարհին։ Մենք մեր մտածողության հետ խնդիր ունենք, ուրիշ ոչ միտեղ խնդիր չկա, թե չէ Փառք Աստծո, այ ժողովրդին Աստված հրաշալի գեն է տվել։